Արցախի իմ համար ինչ-որ առանձին մաս չի եղել ու ես միշտ իրան դիտարկել եմ որպես իմ մեծ հայրենիքի մի հատված։ Ծառայության ժամանակ ապրած լուսաբացները Արցախում շատ գեղեցիկ են եղել։ Ես համոզված եմ, որ մենք ունենք ոչ թե փոքր, այլ բավական մեծ հնարավորություն հաղթելու։ Մեր ամենամեծ հաղթաթուղթը այդ մեր ոգեղենությունն է ու ազգային միասնականությունն է, որը մեր թշնամին չունի։ Գեղամ, ձեր հրապարակումներում, ամենօրյա խոսքում, լուսանկարներում Արցախը միշտ ներկա է։ Երբեմն բացահայտ, երբեմն ենթատեքստում, բայց երբեք բացակա։ Արցախը ձեզ համար արժանապատվություն է, պարտք թե ցավ։ Արցախը ինձ համար հայրենիք է ու ես մեր հայրենիքի ընկալումը դեռ 17-18 տարեկանից երբ որ սկսեցի արդեն ընկալել, Արցախի իմ համար ինչ-որ առանձին մաս չի եղել ու ես միշտ իրան դիտարկել եմ որպես իմ մեծ հայրենիքի մի հատված, որը փաստորեն իմ ծննդի ժամանակ, ես 91 թվի ծնունդ եմ, իմ ծննդի ժամանակ հետ է եկել, կամ գիտենք, որ հետ է եկել, ու կպել է մեր հայրենիքին, բայց փաստորեն դա դե ֆակտո էր, դե յուրե չէր ու հետո ինչ-որ պահից փաստորեն բեկվեց վեկտորը ու գնացինք ուրիշ ուղղությամբ ու այդ ընկալումները մեր պատանեկության երիտասարդության ամբողջովին փոխվեց, բայց Արցախը շարունակում է ինձ համար մնա հայրենիք, որտեվ այնտեղ հազարամյակներ շարունակ իմ տեսակի մարդիկ են ծնվել, ստեղծել, արարել, մշակել ու զարգացել։ Ու այսօր էլ Արցախի իմ հայրենիքն է ու ինքը հետ է գալու։ Արցախում եք ծառայել, հենց այդ ժամանակ տեսաք Արցախը։ Հա, առաջի անգամ 2012 թվականին եմ եղել Արցախում, երբ որ գնացի ծառայության, առաջին անգամ այդ ժամանակ եմ տեսել։ Բայց մինչև այդ Արցախը անընդհատ կար մեր իրականության մեջ, որտեղ ուսանողական տարիներին հանրային կյանքով էինք զբաղված ու շատ էինք տարված հերոսների կյանքով, Մոնթեի, Լեոնիդի, Դուշման Վարդանի ու մնացած բոլորի ու միջոցառումներ էինք կազմակերպում ու իրանց ոնց որ կյանքի վերջին հատված այդ թռիչքը ճախրանքը ամբողջ Արցախում էր եղել, դրա համար Արցախը բավական յուրացրած ես հայտնվեցի Արցախում։ Իսկ զինվորի Արցախը ինչով էր տարբերվում մյուսների Արցախից։ Զինվորի Արցախը դե բանակային կյանք էր, պարզա որ բանակային կյանքը իր կարգ ու կանոն ունի, ես երբեք այդ զինվորական կյանքը չեմ վերագրել Արցախին, որտեղ նույն բանը կարող լիներ Հայաստանի որևէ մարզում, Հայաստանի Հանրապետության ու դա չեմ շփոթել, բայց ծառայության ժամանակ ապրած լուսաբացները Արցախում շատ գեղեցիկ են եղել։ 2020-ի պատերազմի մասնակից զինվորի կարծիքով ինչ է տեղի ունեցել այդ 44 օրերին։ Երևի սրա մասին մի գիրք կարելի է գրել, շատ բան է տեղի ունեցել, թե միկրո, թե մակրո համակարգերի տեսանկյունից։ Ես որպես սովորական մի մարդ սեպտեմբերի հենց այդ պատերազմի գոչը լսելուց միանգամից հավաքվեցի ընկերներիս հետ ու արդեն սեպտեմբերի 28-29-ը զենքեր ստանալ, անցում կատարել ու
մեզ համար սովորական էր այնքանով, որ մենք երկար տարիներ հենց ուսումնասիրում էինք մեր ավագ սերնդի պահվածքը ու արած գործը ու գնում էինք դա շարունակելու, գիտակցելով, որ դա շատ դժվար է, գիտակցելով, որ դա կարա կյանք արժենա, բայց սովորական էր դա։ Սովորական չէր հակառակի պես այն, ինչ որ տեղի ունեցավ, երևի ամենա տենց մեծ բանը, որ իմ կյանքում տեղի ունեցել այդ թվին, այդ այնա, որ մեր ժողովուրդը, թե Արցախի, թե այստեղի, դա կարացել է ընդունի Մարսի։ Դա իսկապես պլանավորված պարտություններ, ինչպես պնդում են շատ-շատերը անգամ պատերազմի մասնակիցները։ Ես չեմ ընդունում այդ մոտեցումը, որովհետև չեմ հավատում քաղաքական պլանների կատարելությանը։ Այսինքն, եթե անգամ կար պլանավորություն, ապա դա կարելի էր բեկել, որովհետև օրինակ ինչ եք կարծում 88 թվի շարժմանը, երբ որ մենք սկսում էինք, պլանավորած էր, որ պետքա Արցախը 7 շրջաններով մնա հայերի ձեռքում։ Ես համոզված եմ, որ պլանավորած չէր, բայց այդպես տեղի ունեցավ։ Ու համոզված եմ, որ մեր համար պայքարի արդյունքում նույնը կարող լիներ հիմա, որովհետև մեր ազգի ներուժը նույնն էր, դեռ գուցե մի քիչ ավելի լավ հարաբերական առումով կան Արցախյան առաջի պատերազմի ժամանակ, բայց մեր քաղաքական վերնախավը կամայնություն չգտավ կամ գուցե իր ներսում արդեն իր որոշումը ուներ ու չտարավ ժողովրդին միջև վերջ, կենաց մահու կռվի, ինչը կարծում եմ այս պահին անգամ եթե շահադիտական տեսանկյունից նայենք ամենաշահեկան դիրքում կբերեր մեզ ու կրկնում եմ ամենացավոտը ոչ թե դա էր, որ մեր քաղաքական իշխանությունը այդ կամքը ու ցանկությունը չունեցավ, այլ են, որ մեր ժողովուրդը դա ընդունեց։ Իսկ որտեղ էիք այնտեղ, որտեղ ծառայել էիք, որ հատվածում էիք։ Չէ, հակառակի պես հյուսիսային հատվածում եմ եղել, Եղնիկներում եմ եղել ու մոտ 40 օր եղել եմ այնտեղ։ Ամբողջ Արցախը այդ օրերին առաջնագիծ էր։ Ձեր կարծիքով ինչ էր կատարվում այնտեղ։ Եղել են պահեր, երբ վտանգը ավելի շատ էր ձեզ մոտեցել։ Վտանգը անընդհատ է եղել պատերազմի ժամանակ։ Չեմ սիրում հիշեմ այդ ամեն ինչը։ Այո, Արցախը առաջնագիծ էր, մենք պետք է այդ առաջնագիծը պահենք ազգովի ու փաստորեն մեր թիմային աշխատանքը լավ չստացվեց։ Այդ օրերից ընդհանրապես չեք ուզում որևէ պատմություն դեպք պատմել։ Ինչ դեպք է ծանր է դրա համար, թե չէ, ուղղակի չգիտեմ, թե այդ պատմությունները ինչ են տալիս մեզ։ Առաջի Արցախյան պատերազմից պատմությունները տալիս են ինչ-որ ուրախության, հպարտության զգացողություն, չէ՞ որ հաղթանակով ավարտվել, բայց այստեղ փաստորեն մենք ունենք այդ դրվագները, բայց չունենք վերջնարդյունքը ու այդ դրվագները ինչ-որ առումով դառնում են կիսատ։ Չեմ ասում արժեզրկված են, բայց կիսատ են դառնում, ինքը շարունակություն է ուզում։ Շարունակությունից հետո կարելի է պատմել շատ։ Դուք էլ մտածում էիք, որ հաղթելու ենք, հաղթում ենք, թե։ Այո, ես գուցե շատ միամիտ, գուցե շատ երասկոտ եմ եղել ու հիմա էլ եմ ու պատերազմի ժամանակ ես ընկերներս էլ կփաստեն, որ անընդհատ իմ խոսույթը նրա մասին էր, որ մենք պետքա պատրաստվենք ձմեռվան, մենք պետքա ձմեռվա համար հիմա այստեղ փորենք, այնտեղ փորենք, այստեղ պատրաստվենք ու ես տենց մտածում էի, որ դե հեսա ձմեռ ենք մտնում, հեսա առաջխաղացումը կկասեցվի, հետո ձմեռը պետքա ուշ հավաքենք, որ հակահարված տանք, բայց փաստորեն ես էի տենց կարծում։ Ոչ քաղաքական վերնախավը կամ ռազմական վերնախավը չնայած չգիտեմ ինչ էր կարծում։ Ով էր ձեր հրամանատարը։ Մենք ջոկատով ենք գնացել
մեր ջոկատիրանոտար Մանուկյան Հայկն է եղել ու մեր ջոկատը գցել են Եղնիկների զորամասին Կարեն Ջալավյանի քյոխի մոտ ենք եղել։ Մենք չենք պարտվել իրեն, մենք պարտվել ենք ինքներս մեզ։ Դուք եք ասել, ինչ նկատի ունեիք։ Դե արևելյան իմաստությունը միշտ բերում է դրան, որ ցանկացած պարտություն նախ քո մեջ պետք է փնտրես ու ես հենց այդ փիլիսոփայությամբ էլ առաջնորդվում եմ թե կյանքում, թե ընդհանուր հանրային ազգային կյանքի մեջ նույն տեսանկյունից եմ դիտում։ Այսինքն, եթե մենք ունենք որևէ շանս հաղթելու, ապա պարտությունը մեր մեղավորությունն է, մեր ուսերին է, ու ես համոզված եմ, որ մենք ունենք ոչ թե փոքր, այլ բավական մեծ հնարավորություն հաղթելու, իհարկե դալիներով շատերիս կյանքի գնով, բայց այդպես ավելի ճիշտ է լինել։ Հիմա ամեն ինչ ավելի սխալ է։ Ու այն զրկանքները, որ մենք հիմա շարունակաբար կրում ենք Ադրբեջանի հետ հարաբերություններում, դեռ շարունակվելու է, ու դա այն կամայնության պակասից է ըստ իս, որ մենք չունեցանք 20 թվին, թե քաղաքական, թե ժողովրդական ներուժով։ Դուք այսօր հասարակական տարբեր նախաձեռնություններ եք իրականացնում։ Այդ նախաձեռնությունները հասարակական կարող էին փոխել Արցախի ճակատագիրը կամ ինչ կարող են փոխել այսօր։ Ընդհանրապես հասարակական կյանքը ավելի շատ փոխում է ապագան։ Ներկան չի կարող ինքը շատ փոխի ու այսօրվա մեր գործունեությունը ամբողջը միտված է 15, 20, 25 տարի հետոին ու մենք աշխատում ենք դրա վրա ու այո, հանրային կյանքը կարար փոխել նաև Արցախի իրականությունը, եթե 90-ականներին ծաղկում ապրեր։ Իհարկե շատ դժվար է 4 տարի պատերազմի մեջ եղած երկրից ակնկալել կամ փոքր զանգվածից մարդկային ակնկալել, որ ինքը հեսա հանրային կյանք է ունենալու, բայց կարծում եմ մենք ժամանակից շուտ ուրախացանք ու ժամանակից շուտ տոնեցինք մեր հաղթանակը, դեռ չամրագրած։ Բացը ո՞րն է այդ նախորդ տասնամյակների սերունդների Արցախի պահով։ Քաղաքական կարծում եմ դաշտում է հիմնականում 94 թվականից սկսած մեր վարած քաղաքականությունը, իսկ հանրային կյանքը արդեն ասացի, եթե 90-ականներին հանրային կյանքը Արցախում զարգանար, մենք 2000-ականներին, 2010-ականներին լրիվ այլ պատկեր կունենայինք Արցախում։ Հիմա ձեր բարձունքը ստեղծվել է 2020-ի պատերազմից հետո։ Անմիջապես հետո։ Նոյեմբերի 9-ից հետո։ Նոյեմբերի 12-ին, 13-ին հիմքը դրվել է։ Ծրագիր ենք մեր առաջ դրել կրթական, մեզ դիրքավորում ենք որպես կրթական շարժում, որը անմասն չի քաղաքական միտումից, այսինքն մենք ասում ենք, որ մենք քաղաքական խնդիր ենք դրել մեր առաջ, ուղղակի լուծում ենք ոչ դասական, կուսակցական ճանապարհով, այլ կրթական, երկարատև ռազմավարական ճանապարհով ու մեր առաջ խնդիր ենք դրել բեկումնային թվով հայերի երազանքը դարձնել նույնը, այսինքն երբ որ երկու հայ երազում են նույն հայրենիք, որովհետև մինչև էս մեզ բոլորիս երևի թե թվում էր, որ մենք նույն երազանքն ենք կրում, հզոր հայրենիք ունենալ, բայց երբ որ խորամուխ ես լինում ու ուզում ես բացել այդ հզոր հայրենիքի բանաձևը, ամեն մեկի մոտ դա տարբեր ձև է արտահայտվում, ինչ որ մարդկանց մոտ անգամ չկա դրա բանաձևումը ու երբ որ չկա ընդհանուր բանաձև, չկա ընդհանուր էներգիայի գումար, չէ՞։ Ու փաստորեն այդ խնդիրը մենք չենք լուծել նախորդ 30 տարում, ծույլիկություն ենք արել ու մենք պետք է այդ խնդիրը հիմա բոլորով լուծենք առաջիկա տարիներին։ Պատերազմից հետո Արցախ վերադառնալը շատերի համար համարձակ քայլ էր։ Ձեր դեպքում ինչ էր։ Ես այդտեղ համարձակություն չէի փնտրի, շատ դժվար էր մեկ տարի անց Արցախ վերադառնալը, մենք մեկ տարի անց վերադարձանք մեր
մարտադաշտ կարելի է այսպես ասել, գնացինք նպատակ։ Արցախի հյուսիս մեր զոհված տղաների հուշաքար տեղադրելու ու շատ դժվար պատկերեր այդ անցակետերով անցնելը, որտեղից հեռվում երևում էին մեր փաստորեն թշնամիները, իսկ անցակետում երրորդ ազգի ներկայացուցիչներն էին, ստորացուցիչ ինչ-որ բան կար այդ պատկերի մեջ, ու նաև կար զգացողություն, որ սա երկար չի տևելու, բայց լծակ չկար դա փոխելու, այսինքն դա տեղի ունեցավ ամեն դեպքում։ Արցախցիների մոտ, արցախցիների աչքերում ինչ տեսակ։ Հավատ, որ ամեն ինչ լավ է լինելու, թե արցախցիների աչքերում երևի թե չտեսա այն, ինչ որ կուզեի տեսնել, անգամ շատերը չունեին այդ տագնապի զգացողությունը, որ մի բան այն կողմ չի գնում ու կարա շատ վատ լինի, բայց դե իհարկե հասկանալի է, որ ամեն դեպքում խորքում բոլորն էլ ունեցել են այդ վախի զգացողությունը, բայց այդ վախի զգացողությունը միտված չէր մարտնչելու, այքարի ոգին այլ որևէ խնդիրը այլ կերպով լուծելու, չգիտեմ, թե երրորդ ուժերի ներգրավելու Արցախ, թե այն տարբերակը, որ եղավ, իհարկե բոլորն էլ իրենց ներսում երկատվել են, ոնց որ մենք, այնպես էլ Արցախում ապրողները, մի մասը չի ուզեցել դուրս գա մարդու ներսում, մյուս մասը ասել է չէ դուրս արի, որ ապրես, որ հետո գաս ու ապրեցնես, ու բնականաբար հաղթել է ռացիոնալությունը, բոլորը դուրս են եկել, բայց գուցե երբեմն պետք է իրացիոնալ լինել, ինչպես Հայկ Ասատրյանն ասում, իրերի տրամաբանությունը մեզ միշտ տանում է դեպի անկում, բայց կա նաև ոգու տրամաբանությունը, որը մեզ ջախվեցնում է, որը ջարդում է իրերի տրամաբանությունը, բայց մենք աստորեն գնացինք ռացիոնալության ճանապարհով ու հիմա պետք է իրացիոնալ լինենք ու փորձենք մեր խնդիրը գտնել, որտեղ ռացիոնալության դաշտում 3 միլիոնը 90 միլիոնի դեմ տարբերակ չունի ընդհանրապես, բայց տիեզերքը շատ մեծ է ու հնարավորությունները շատ մեծ են ու ես ամբողջ իմ էությամբ հավատում եմ, որ մենք կարողանալու ենք ոչ միայն այս վիճակից դուրս գալ, այլ նաև շատ ավելի ճիշտ վիճակում հայտնվել։ Գեղամ, ձեր էջում հաճախ եք կիսվում Արցախի լուսանկարներով, դրանք փաստագրման յուրօրինակ միջոց են, թե անձնական վերապրումի արտահայտություն։ Ես դրան ավելի շատ անվանում եմ հանրային կրթություն, երբ որ դու սոցիալական մեդիայում պետք է անընդհատ կատարես որոշակի վարժություններ, որ ժողովուրդը արժեքաբանական դաշտում մնա։ Ու շատ հաճախ իմ էջում այդ գրառումները արվում է, որ մարդիկ հասկանան, որ չի ավարտվել ինչ-որ մի բան ու չի եկել խաղաղություն, այլ հակառակ իրավիճակում ենք ու պետք է մտածենք ոնց ենք մեր վերջին ձախողումը շտկում։ Իսկ դա արդյոք ազդում է հասարակական տրամադրության վրա այդ ամենը։ Ես հավատացած եմ, որ իր փոքր ներդրումը ունենում է, իր ազդեցությունը ունենում է, չի կարող չունենալ, որպեսզի մարդիկ չընկնեն այն վիճակի մեջ, որ Արցախի 30 տարիները դա երազ էր, այդ անկախությունը ուղղակի աշխարհը հանդուրժեց եւ այլն, ոչ, այդ ամեն ինչը եղավ, որովհետեւ մենք հավատում էինք դրան, մենք հավատացինք դրան, մենք ուժով, արյունով կանգնեցինք, պահեցինք, ուղղակի թերացանք իրավական քաղաքական դաշտում ու չկարողացանք խնդիրը լուծել այնպես, ոնց որ հիմա օրինակ Ադրբեջանն է փորձում լուծի
ու այստեղ էլ ենք մենք ծուլանում, այսինքն այստեղ էլ էլի կրկին չենք կարող մեր հարցերը ու խնդիրները այնպես դնել, որ գոնե հարցը մնա բաց, վերքը մնա բաց, որպեսզի կարողանանք հետո այն նորից վիրահատության ենթարկել։ Հաճախ եք նաև խոսում հերոսներին աժրզրկելու մասին։ Հաճախ բարկանում եմ այն մտքից, երբ որ ինչ-որ մարդիկ տարբեր հարթություններում փորձում են միտք հնչեցնել, որ զոհերը անիմաստ էին, եթե տալու էր ինչի այսքան մարդ գնաց զոհվեց եւ այլն, այս զրույցները անթույլատրելի են ու անիմաստ են, չի կարող անգամ մեկ նահատակը անիմաստ լինել, որովհետև ինքը չի մեռնում միայն հողի համար, որը այսօր մեր մոտ չի, ինքը մեռնում է այդ հայրենիք գաղափարի համար, որը անմահ է ու որի մասն ենք մենք մեզ համարում, կամ կարամ ասեմ, որ այդպես հնչեցնողները, այդպեսի միտք հնչեցնողները չեն համարում ու չեն զգում այդ հայրենիքը, երևի դրա համար այդ միտքը հնչում, այդ միտքը ուղղակի պետք է արմատախիլ անել մեզանում, մահաբեր միտք է, ինքը սպանող միտք է, էլի ինքը սպանում է, պետք չի տենց ասել։ Երբ իշխանությունը ճակատագրական սխալ է գործում, ժողովուրդը գալիս է ուղղելու այն։ Ձեր խոսքերը մեջ բերեցի։ Կարդալուց հետո անմիջապես մտածեցի. ուր է ժողովուրդը։ Ժողովուրդը համոզված եմ իր տեղում է, ուղղակի ժողովուրդը ռեակտիվ չի ու ժողովրդի արձագանքը լինում է դանդաղ եւ ահեղ։ Երբ որ ժողովուրդը գալիս է փոխելու, դա երկարատև գործընթաց է, բայց հիմնովին գործընթաց է։ Հազարավոր արցախցիներ այսօր ապրում են վերադարձի հույսով։ Դա հնարավոր համարում եք։ Միանշանակ ու այդ հույսը կոչ եմ անում, որ ոչ մեկ չկորցնի, որտեղ դրա վրա է կառուցվում նաև վերադարձի ճանապարհը։ Որ դեպքում է դա հնարավոր։ Հավատալու։ Ընդամենը հավատալու։ Որտեղ հավատը ծնում է գործողություն։ Իսկ մեր պարտությունը հավատքի բացակայությունից էր։ Միանշանակ, որ մենք չհավատացինք մեր ուժերին, մենք չհավատացինք մեր ազգի զորությանը, ոչ միայն ներկայի ազգի, այլ պատմական ազգի ներուժին մենք չդիմեցինք։ Այնտեղ փորձեցինք սառը ժամանակակից համակարգային խնդիրներ լուծելով բանակի մասին է խոսքը։ Պատերազմի մեջ մտնել, մինչդեռ մեր ամենամեծ հաղթաթուղթը այդ մեր ոգեղենությունն է ու ազգային միասնականությունն է, որը մեր թշնամին չունի, որովհետև ազգային պետություն չի, բայց մենք այդ գլխավոր խաղաթուղթը պահեցինք մեզ մոտ ու հանձնվեցինք։ Բնականաբար մեզ վրա պետքա շատ թանկ նստեր ու նստի ու այդպես էլ լինում է։